Պարոն Զարուկյան, ես ստիպված էլի պետք է հիշեցնեմ, որ ձեր խմբակցության, չգիտեմ, մի պաշտոն այդ մարդը ինչ է ձեզ մոտ, բայց Հայկ Մարությանը Երևան քաղաքի քաղաքապետ էր, եթե չեմ սխալվում։ Ուզում եմ հիշեցնել, պարոն Զարուկյան, որ ձեր խմբակցության առաջնորդի կամ էլի պաշտոնը չեմ կարող հստակ ասել ինչի, օրոք Երևան քաղաքը մի քանի տարի շարունակ գլխավոր հատակագիծ չուներ։ Պարոն Զարուկյան, ուզում եմ հիշեցնել, որ ձեր խմբակցության առաջնորդի քաղաքապետ լինելու օրոք Երևանի քաղաքապետը տարատեսակ շինթույլտվություններ է տվել։ Պարոն Զարուկյան, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ձեր խմբակցության առաջնորդի քաղաքապետության օրոք Երևան քաղաքը այդ շինթույլտվություններից, այդ ճարտարապետական հատակագծերի, այդ ճարտարապետական առաջադրանքներից դες մոտավորապես 0 դրամ է հավաքագրել։ Մինչդեռ ես ձեզ ասում եմ, որ 2024 թվականին Երևան քաղաքը հավաքագրել է կառուցապատողներից 24 միլիարդ դրամ, Երևան քաղաքը 2024 թվականին ընդունել է գլխավոր հատակագիծ, որը որ հրապարակել է իր կայքում եւ բոլորին հասանելի է, դուք խոսում եք թափանցիկությունից, պարոն Զարուկյան, Երևան քաղաքը հստակ դրել է տրամաբանություն, թե ինչպես կարող են որոշվել շինթույլտվություն տալու կամ չտալու հարցերը, խստացրել է բոլոր հնարավոր կանոնները շինթույլտվություն ստանալու, նվազեցրել է կառուցապատման տոկոսները հստակ հողի վրա, կանոններ է դրել, որ 2500 քառակուսի մետրից պակաս հողերի վրա 8 հարկից ավել շինթույլտվություն չի կարող տալ բնակելի շինարարության համար, տարատեսակ եւ բազմաթիվ որոշումներ է կայացրել կանաչապատ տարածքների վրա, ով խոսա, դուք լռեք։ Այստեղ չէիք այդ ժամանակ, դուք այդ ֆրակցիան եք ներկայացնում, պարոն Զարուկյան,